հազարամյակներ շարունակ հայ ժողովրդի համար շատ կարևոր եւ առաջնային նշանակություն ունեցել կրթությունը բոլորից ավել։ Դա հենց մեր ժողովրդի պահպանման գործընթացն է եղել։ Բայց այն զարգացումը, ինչ որ մեր դպրոցը տեղի ունեցավ, դա խորհրդային միության կազմում Հայաստանի լինելն էր եւ 1919 թվականին հենց բացվեց առաջինը համալսարանը Երևանի պետական եւ բոլոր համալսարանները մինչեւ 1940 թվականը Հայաստանում բազմաթիվ սկսած մանկավարժականից եւ մյուս ինստիտուտները սկսեցին գործել, բայց կարևոր իրադարձություն 1943 թվականին Գիտությունների ազգային ակադեմիայի ստեղծումն էր, դա չլսված բան էր, այդպիսի տնտեսապես դեռևս շատ թույլ երկրում ունենալ Գիտությունների ակադեմիան ամերիկյան նախագահներից մեկը իր խորհրդականին հարցնում է, իսկ խորհրդային միությունը մեծ տնտեսական քաղաքական մի կողմի վրա, իսկ գիտական զարգացում ինչի հետ է կապված, որ մենք ինչ որ սկսել ենք հետ մնալը, ասել է գաղտնիք չկա, խորհրդային դպրոցը այսօր այնքան մեծ ներուժ է տալու, որ առաջիկայում 90%-ով անգրագետ Ռուսաստանը դառնալու է խորհրդային միություն աշխարհի ամենազարգացած երկրներից մեկը։ Եվ ահա խորհրդային միության ժամանակ բավականին մեծ ուշադրություն իր հնարավորություն նախ տարական, հետո 8-ամյա իսկ վերջում էլ միջնակարգ կրթությունը դարձավ պարտադիր զուգահեռ բացվեցին եւ տեխնիկումները եւ ամենակարևորը պրոֆտեխնիկական ուսումնարանները, որտեղ երեխաները նոր երևույթեր դա սկսեցին դպրոցների հետ միասին նաեւ ուսումնասիրել տեխնիկան եւ առաջավոր փորձը։ Այնպես որ անցած տարիներից մենք հսկայական փորձ էինք ձեռք բերել, ցավոք սրտի նոր իշխանությունները 90-ական թվականներից այդ փորձը չկարողացան օգտագործել եւ ընդհակառակը վնասեցին այդ փորձին եւ շատ մանկավարժներ ելնելով տնտեսապես եւ այլ վիճակից թողեցին դպրոցը։ Օրինակ ես զարմանում եմ այն բանի վրա, որ այսօրվա իշխանությունները կրթության նախարարությունը չեղել համարես միջնակարգ մասնագիտական կրթություն եւ հազարավոր բարձրորակ դասվարների ազատեց աշխատանքից չունենալով բայց դա կարելի էր անել, բայց դրա ժամանակ էր պետք չէր այդպես հարայր եւ այսօր էլ շատ դպրոցներ ունեն կադրերի պակաս եւ այդ լրացնելու համար բավականին դժվարություններ են ստեղծվել մեր իշխանությունների համար։ Ինչ վերաբերվում է 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրին, հոյակապ ծրագիր է, ով կարող է դրանք դեմ լինի, ով չի ուզենա, բայց մի ներկություն կա այստեղ։ Դա կապված է սահմանամերձ գյուղերի, այն գյուղերը, որտեղ 100 երեխա չկա սովորող, եւ այդ դպրոցները փակվելու են եւ ստեղծվելու է կրթահամալի, բայց կրթահամալիների հետ բերել է ուրիշ խնդիրներ, երեխաների տեղափոխումը, իսկ հետո նաեւ մեր լեռնային գյուղերում ձրման երկարատև լինելը բավականին վտանգավոր է ստեղծվել պայմաններ է ստեղծելու սովորողների համար։ Դրա համար իմ կարծիքով հարկավոր է վերանայել այդ ծրագիրը, ինչքան քանի դեռ ուշ չի, որտեղ շատ գյուղերում մարդիկ ստիպված են եղել իրենց երեխաների պատճառով տեղափոխվել այլ բնակավայրեր ավելի մոտեցնելով կրթության, ոչ թե չտանելու, այլ ընդհակառակ ավելի մոտ տանելու համար։ Եվ այս ծրագիրը իմ կարծիքով բոլորն էլ կողմ են խորհրդային միությունը իր ժամանակ արեց շատ մեծ բան, բոլոր գյուղերում ունեցան դպրոցներ։ Հիմա էլ այդ ծրագրով հարկավոր է վերանորոգել, ժամանակի տեսքի բերել, ինչն էլ արվում է այսօր եւ ոչ մեկ այսօր դրանից դժգոհել չի կարող։ Դասագրքերի համար։ Դասագրքերն էլ իմ կարծիքով այսօր փորձագետները գտնում են, որ շատ վիճելի է եւ շատ դասագրքեր հատկապես հայոց պատմություն, առարկայի, հայոց լեզու գրականություն, առարկայի, հատկապես հումանիտար առարկաներինը, որ վերանայման կարիք ունի, իմ կարծիքով վերանայման կարիք ունեն ընդհանրապես ամեն ինչ, բայց ոչ ոչնչացնելու կամ չեղանելու հարցով։ Դրա համար շատ կարևոր է, որպեսզի դասագրքերը դա առաջինն է, մանավանդ այսօրվա տեխնոլոգիաների այս առաջընթացի համար հսկայական վերջի այս 10 տարիների ընթացքում հսկայական գործ է կատարում Հայաստանում, ես ուղղակի գիտեմ, որ նախկին խորհրդային հարաբերությունից ամենամեծ զարգացումը տեխնոլոգիաների հենց Հայաստանում է տեղի ունենում, իսկ մեր ժողովուրդն էլ բնականաբար այդ տեխնոլոգիանի կրողն է եւ մեր երեխաներն էլ մենք ամեն օր տեսնում ենք, թե ինչով են զբաղված, դա է նաեւ կրթության որակը բարձրացնելու համար եւ դպրոցներում նոր կաբինետ լաբորատորիաներ ստեղծումը նույնպես օգնում է այդ բոլորի զարգացմանը։